Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս Բուն TV-ի եթերում նորից Բուն բանավեճն է։ Բարև ձեզ Աննա, բարև ձեզ հարգելի հյուրեր, հիշեցնենք, որ Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատորեն կարող են ներկայացնել իրենց կարծիքը, բանավիճել, քննարկել տարբեր թեմաներ, բայց մեր հարթակը ունի իր կանոնները, որոնք կներկայացնենք յուրաքանչյուր փուլից առաջ։ Իսկ մինչ այդ միշտ սիրով հիշեցնում եմ, որ մեր հեռուստադիտողները նույնպես կարող են մասնակից դառնալ մեր բանավեճին։ Դրա համար պետք է Բուն TV-ի սոցիալական հարթակներում, Facebook-ում եւ Instagram-ում ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ հարցեր գրել մեր հյուրերին։ Այո, այսօր պատրաստվում ենք քննարկել հայ-ռուսական հարաբերությունները, ինչու այս հարցը կրկին ակտուալ դարձավ, որովհետև օրերս Հայաստանի վարչապետը մեկնեց Մոսկվա, այնտեղ հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ, ավանդական այսպես թեմաներին անդրադարձան, բայց նաև ի հայտ եկան թեմաներ, որոնք նախկինում կարծես ի հայտ չէին եկել։ Օրինակ Ռուսաստանի նախագահը որոշեց խոսել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին խառնվելու կարծես Ռուսաստանի իրավունքի մասին, ասաց լավ կլինի, որ ռուսամետ ուժերը մասնակցեն այսպես ներքաղաքական կյանքին։ Ռուսական անձնագրով ուժերը։ Այո, ռուսական անձնագրով ուժերը։ Այսօր մենք պատրաստվում ենք քննարկել հայ-ռուսական հարաբերությունները, հարգելի ունկնդիրներ, եւ ունենք շատ հարգարժան հյուրեր, խնդրեմ ներկայացրեք Աննա։ Եվ մեր հյուրերն են քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Նարեկ Սուքիասյանը, ողջույն պարոն Սուքիասյան, Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, բարև ձեզ պարոն Մեհրաբյան, շնորհակալություն հրավերն համար։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար պարոն Իսկանդարյան։ Եվ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանը, բարև ձեզ պարոն Ֆանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ մենք կարող ենք անցնել մեր բանավեճի առաջին փուլին, որի կանոնները հետևյալն են։ Մենք ձեզ մեկական հարց կուղենք, դուք կունենաք 2 րոպե ժամանակ հարցին պատասխանելու համար։ Այո, եւ ուզում եմ եւս մեկ կանոն հիշեցնել, հարգելի հյուրեր, մենք չենք ընդհատում միմյանց, բնականաբար բացառում ենք վիրավորանքը եւ ով խախտեց այս կանոնները, ստիպված կլինենք հրաժեշտ տալ միմյանց հենց հաղորդման ընթացքում։ Շնորհակալություն եւ կարող ենք սկսել եւ կսկսենք ձեզնից պարոն Սուքիասյան։ Պարոն Սուքիասյան, գործընկերս էլ արդեն նշեց, որ ավանդական այդ հանդիպումների համատեքստում կարծես ոչ ավանդական տարրեր էին հայտնվել այդ հանդիպմանը Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև։ Նախ դուք համաձայն եք այդ գնահատականի հետ, թե ոչ, եւ երկրորդը ընդհանրապես Հայաստանի իշխանությունների խոսույթը մեծամասամբ կենտրոնացած է նրա վրա, որ հակառուսական որևէ քայլ չեն կանում, բայց փորձում ենք պաշտպանել Հայաստանի շահերը։ Հնարավոր է այդ օրակարգով առաջ գնալ առանց առճակատման մեջ մտնելու Ռուսաստանի հետ։ Վերջից սկսեմ, կարծում եմ, որ հնարավոր է, այդ գիծը շատ նեղ է եւ զգայուն, բայց դա անհնար չէ, բայց դատելով հաղորդման ենթավերնագրից, տնտեսությունից մինչև անվտանգություն, ես խորհուրդ կտայի հակառակ մոտեցումը հայ-ռուսական հարաբերություններում, անվտանգությունից դեպի տնտեսություն, որովհետև այն փոփոխությունները, տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում այսօր հայ-ռուսական հարաբերություններում, դրանք կարելի է տեսնել որպես պարադիգմայի փոփոխություն, եթե նախկինում հարաբերությունները առաջին հերթին անվտանգության մասին էին, ապա այսօր հարաբերությունները դառնում են առաջին հերթին տնտեսական շահի եւ առաջնահերթությունների մասին երկու պետությունների համար են։ Ինչպես Հայաստանը չի կապում իր անվտանգային հույսերը Ռուսաստանի հետ, այդպես էլ Ռուսաստանը ինչպես փորձն է ցույց տալիս եւ ինչպես կարող ենք վերլուծել, չի պատրաստվում Հայաստանի էգզիստենցիալ կարիքներին կամ առնվազն այն ռիսկերը անվտանգային, որոնք Հայաստանը ունեցել է վերջին տարիներին, տրամադրել այն օգնությունը, որը Հայաստանը ակնկալում է, կարող ենք մանանալ իրավական եւ ինստիտուցիոնալ նրբությունների մեջ, բայց կա ակնկալիք, որը չի բավարարվել։ Սրանից ելնելով կարծում եմ, որ հարաբերությունները լավագույնս կարելի է բնութագրել որպես անհրաժեշտությունից դրդված գործարքային հարաբերություններ, ոչ Մոսկվայում են առանձնապես գոհ այս իշխանությունից եւ իրենց հետ գոհը երևի ճիշտ ձևակերպումը չէ, ուրախ, հա, այսպես ասած, թեև ուրախությունը կամ այդքան էլ ուրախ չլինելը միջազգային հարաբերությունների այդքան էլ կատեգորիա չի եւ նույնը հակառակն է Երևանից դեպի Մոսկվա, բայց քանի դեռ երկու կողմերն էլ տեսնում են, որ միմյանց հետ կարելի է միմյանցից կան կարիքներ, Հայաստանի դեպքում կարծում եմ դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսելու եւ այդ կարիքները տնտեսական են գերազանցապես, նույնն էլ Ռուսաստանի կողմից, ապա երկու կողմերն էլ շարունակեն այս հարաբերությունները անկախ իրենց ունեցած վերապահումներից, քանի դեռ սրա կարիքը կա։ Շնորհակալություն։ Այո, պարոն Մեհրաբյան, դուք լսեցիք, որ Երևանում կա կարծիք, որ
կան կարիքներ, այո, ակնկալիքները փոխադարձ այսպես նվազել են, բայց այլ հարցեր են առաջանում։ Արդյոք Հայաստանը այն հարաբերությունները, որ ստեղծում է արևմտյան երկրների հետ, օրինակ Ֆրանսիայից գնում է սպառազինություն, օրինակ Հնդկաստանից գնում է սպառազինություն, բավարար հիմք են, որպեսզի մենք կարողանանք լրջորեն մտածել արևմտյան երկրների հետ անվտանգային լուրջ համագործակցություն սկսելու մասին եւ մյուս կողմից հասկացանք Ռուսաստանից մենք սպառազինություն չենք գնում, բայց Ռուսաստանը կարող է նաեւ անվտանգային խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Խնդրեմ, ինչ կարծիքի եք, ինչ կարող եք ասել։ Իհարկե շատ կարևոր է, որ մենք ռազմատեխնիկական համագործակցություն ենք հաստատել այլ գործընկեր երկրների հետ, համախոհ գործընկեր երկրների հետ եւ ներկայումս այդ կախվածությունը Ռուսաստանից, որ կար նախորդ տարիներին, այժմ էլ չկա, բայց բնականաբար սա խիստ անհրաժեշտ լինելով խիստ անբավարար է, որպեսզի մենք մեզ ամուր զգանք Ռուսաստանի հետ այս առաջիկա, գոնե առաջիկա 2 ամսվա այս դիմակայության մեջ։ Բայց սրան հետ մեկտեղ Հայաստանը այն 100-ամյակի պայմանավորվածությունները, որը ձեռք է բերել Միացյալ Նահանգների հետ, այն հեռանկարները եւ համագործակցությունը, որը կա Եվրամիության հետ, սա եւս նախադրյալներ են, որպեսզի մեր դիմակայունությունը բավարարի այս ուրեմն եթե կուզեք հակամարտության մեջ։ Պլյուս դրան մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, գոնե այն երկխոսության մակարդակը, որը կա Հայաստանի եւ իր պրոբլեմային հարևանների միջև, թույլ չի տալիս Ռուսաստանին գործիքավորել չկարգավորված կոնֆլիկտը, ուղղելով դա Հայաստանի դեմ եւ Հայաստանին պարտադրել իր շահերից չբխող որոշումներ, այնպես ինչպես եղել է մինչև հիմա։ Ամենայն դեպս Ռուսաստանը մեր առաջ դրել է նույն այն 13 թվականի սեպտեմբերի 3-ի փաթեթը, բայց էապես նվաղած, իսկ Հայաստանն էլ էապես ավելի ամուր դիրքերում է այսօր։ Մնացածը պայքար է։ Ու կարծում եք մի փոքր էլ ժամանակ ունենք, այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները կարողացել են ինչ-որ էական քայլեր անել կրճատելու կախվածությունը Ռուսաստանից։ Ինչ որ քայլեր արել են, բայց որ ասենք դրանք բավարար քայլեր են, ապա միանշանակ ոչ։ Շնորհակալություն։ Պարոն Իսկանդարյան, երևի շարունակենք այն կետից, որտեղ պարոն Մեհրաբյանը համեմատություն արեց 2013 թվականի հետ։ Հաճախ եմ հանդիպում այս համեմատությանը, բայց եթե փաստերին նայելու լինենք, 2013-ին Հայաստանը շատ մոտ էր իսկապես ասոցիացիան համաձայնագիրը ստորագրելու։ Արդյոք հիմա Հայաստանը այդքան մոտ է Եվրամիության անդամ դառնալու, որ մենք Ռուսաստանից սպառնալիքներ ենք ստանում, թե այ եթե դառնանք Եվրամիության անդամ, մենք այս սահմանափակումները կկիրառենք։ Ռուսաստանում այդ ինչ հաշվարկներ են արել այդպիսի եզրահանգման գալու համար։ Նախ եւ առաջ ես որ ինչպես միշտ եմ անում, ներողություն խնդրեմ որտեվ պետք է խոսամ Պուշկինի ու Պուտինի լեզվով, բայց կարող է այս անգամ դա եւ իմաստ ունի։ Отличаются и очень сильно отличаются 2013 год от нынешнего, от 26-го. Отличаются они по многим параметрам. Основной параметр тот, что тогда действительно подписание ассоциативного соглашения было реальной перспективой. Соглашение лежало на столе, да, это был согласен и Брюссель, и Ереван, и написано было, как мне кажется, очень неплохо. Та бумага, не бумага, это было много бумаг, да. Сейчас никакой серьезной перспективы в ближайшие десятилетия, я бы сказал, вступления Армении в Евросоюз нет. Ничего похожего на согласие Евросоюза и даже на просьбу Армении о том, чтобы стать кандидатом на переговорах нет. Армения не соответствует очень многим критериям, от буквально легальных, существуют копенгагенские критерии, путь вступления в Евросоюз, понятная вещь. Я к этому веду. Ну, не могут это не понимать, ну, понятно, да, что господин Аверчук, который повторяет это, я не знаю, в 20-й раз, он может это не понимать. Нет, конечно, так как и визит имел в огромной степени
предвыборное значение, по крайней мере, открытая часть визита, то, что мы все видели, вот эти 20 с чем-то минут. И вот вы заметили, господин Мехрабян, говоря, он сказал «Ерко Амис», имея в виду, видимо, примерно то же самое, что я имею в виду. Это форма какого-то взаимного давления и попытки использования дискурсивных элементов, то есть разговоров, для того, чтобы повлиять на сторону. Всерьез о том, что стоит проблема вступления Армении в Евросоюз, конечно же, ни в Брюсселе, ни в Москве, ни в Երևանը никто по-серьезному. Շնորհակալություն պարոն Իսկանդարյան։ Պարոն Ֆանյան, մենք նախորդ տարիներին տեսանք, որ 20 թվականից հետո հայտնի իրադարձություններից, պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունները բացառապես վատանում էին, բայց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները բացառապես խորանում են, երկկողմ առևտուրն էր, այսպես ընդլայնվում, եւ հիմա այս ամենի ֆոնին, երբ որ ռուսական կողմը խոսում է, ասում է, գիտեք, եթե հայ-ռուսական հարաբերությունները վատանան, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները նույնպես կվատանան, անհասկանալի է թվում գազի գինը կբարձրացնեն եւ այլն, այս ընթացքում Հայաստանը սպառազինություն գնեց արևմուտքից, խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը, որքանով են լուրջ ռուսական կողմի այս սպառնալիքները, որքանով հետևաբար կարող են հայ-ռուսական քաղաքական վատ հարաբերությունները ազդել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների եւ ի վերջո գազի գնի վրա։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ պարոն Սուքասյանի նշած այն մտքի հետ, որ տնտեսական օրակարգը ավելի առաջնություն է ստացել հայ-ռուսական հարաբերություններում, քան թե անվտանգայինը։ Միևնույն ժամանակ, նաև ուսումնասիրելով վիճակագրական տվյալները, մեզ պարզ է դառնում, որ հատկապես 2022 թվականից հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները արագ տեմպերով զարգացել են եւ մենք պետք է նշենք նաև, որ դրա մի մասը իրենից ներկայացնում են վերարտանման գործարքներ։ Այսինքն անմիջական մեր տնտեսության հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է հնարավոր ազդեցություններին եւ ռուսական կողմից դրա գործադրմանը, բնականաբար այդ հայտնի հանդիպման ժամանակ, եթերում հնչած բոլոր արգումենտները, սկսած 2 միլիոն հայերից, որ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, վերջացրած գազի ավելի արտոնյալ գինը, բնականաբար դրանք ճիշտ են, սակայն հակված չեմ կարծել, որ մանավանդ այս պայմաններում, երբ որ Ռուսաստանը գտնվում է սանկցիոն միջավայրում եւ Հայաստանը այն փոքր պատուհաններից մեկն է, որով Ռուսաստանը շփվում է համաշխարհային տնտեսության հետ, Ռուսաստանը կգնա այդ քայլի եւ կոպիտ կամ շատ խիստ տնտեսական սանկցիաներ կիրառի Հայաստանի դեմ։ Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ առանձին դեմոնստրատիվ օրինակներ կլինեն, ինչպես նախկինում մենք տեսել ենք կոնյակի դեպքում, ինչպես տեսել ենք ձկնամթերքի դեպքում, կատնամթերքի դեպքում, առաջիկա ամիսներին հատկապես մենք կտեսնենք դեմոնստրատիվ օրինակներ եւ արդեն այդպիսի օրինակներ կան։ Պրոշյանի, ես նկատի ունեմ Պրոշյանի գործանի հետ կապված, երբ որ կիրառվում են։ Այո, բայց պարոն Ֆանյան, ԵՏՄ-ում Հայաստանին վաճառվող ԵՏՄ, եթե համեմատում ենք, գազի գինը ամենևին էլ էժան չէ, օրինակ նույն Ռուսաստանում, Բելարուսում վաճառվող գազի գնից։ Այո, եւ հենց այդ հանգամանքն էլ մեր իշխանությունները բարձրացնում են, եթե մենք խոսում ենք միասնական շուկայի մասին, պետք է խոսենք նաեւ միասնական էներգետիկ շուկայի մասին։ Եվ մենք անհավասար պայմաններում ենք ռուսաստանցի Բելարուս արտադրողների հետ։ Այո, դուք ճիշտ եք, այդ հանգամանքն է, որ մեր իշխանությունները փորձում են բարձրաձայնել եւ որպես հակապաստարկ օգտագործել հնարավոր բանակցություններում։ Այո, շատ շնորհակալություն։ Մենք անցնում ենք հաջորդ փուլին, Աննա, հայ-ռուսական հարաբերությունները այնքան բազմազան եւ խորն են եւ փորձում ենք այսպես ուրվագծել այսօրվա մեր քննարկումը, խնդրեմ։ Քննարկման այդ ուրվագծումը կշարունակենք երկրորդ փուլում, որտեղ մեր մասնակիցները հարցի հնարավորություն ունեն, որ պիտի ձևակերպեն 30 վայրկյանի շրջանակներում, պատասխանողը կունենա 3 րոպե ժամանակ պատասխանելու համար եւ հարց տվողը կունենա եւս 30 վայրկյան արձագանքի համար։ Այո, մի փոքր նման է այսպես ազգային ժողովում գործող կարգի, բայց մեզ մոտ շատ ավելի լավ է, հավատացնում եմ ձեզ, խնդրեմ, թերևս մենք մանդատ չունենք։ Դուք մանդատ չունեք, խնդրեմ, մենք ձեզ մանդատ ենք տալիս հարց տալու, խնդրեմ, ում եք ցանկանում պարոն Սուքասյան հարցն ուղղել։ Շնորհակալություն հնարավորության համար, կուզենայի հարցս ուղղել պարոն Մերաբյանին, նաև շարունակելով տնտեսական թեման, որպեսզի մնանք այդ ծիրում, դուք խոսեցիք թե եվրոպական հեռանկարի մասին եւ թե նախորդ տարի էս ստորագրահավաքի արշավի մաս է կազմում, որ ընդունեց օրենքը Եվրամիության հեռանկարի մասին, վստահ եմ
կան հարցումներ, կան հետազոտություններ ձեր կողմից այն տնտեսական ռիսկերի մասին կամ այն աճող ֆինանսական բեռի մասին մեր գործարարների վրա, որը կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ մեր սպառողների վրա։ Կխնդրեի, եթե հնարավոր է ներկայացնեք այդ հաշվարկները։ Պատասխանը։ 3 րոպեի շրջանակում, պարոն Մեհրաբյան։ Ուրեմն եկեք ֆիքսենք մի իրողություն Հայաստանը ինչ անի եւ ինչ չանի ընդհանրապես եւ մասնավորապես այս հարցում կապված է ռիսկերի հետ։ Արձանագրում համար 1, արձանագրում համար 2։ Մեր խոսակցությունը կարող է լինել այդ ռիսկերի արդարացված լինելու եւ չլինելու մասին, այդ ռիսկերը կառավարելու հնարավորության եւ անհնարինության մասին։ Եվ այդ ամենը իր հավաքականության մեջ մեզ բերել է այն համոզման, որ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են 18 թվականից, 20 թվականից, 22 թվականից, այդ թվում 22-ի փետրվար, 22-ի սեպտեմբեր, 23 թվականի իրողություններից, այս ամենը իրար հետ վերցրած, այո, մեզ բերում է այն միանշանակ եզրակացության եւ համոզման ավելի ճիշտ, որ այո, Հայաստանը պետք է, այսպես ասենք, թերթի վերջին էջը իր պատմության ռուսական գլխի եւ բացի նոր էջ։ Մնացածը սա որպես ռազմավարություն։ Մնացածը արդեն մարտավարական հարցեր են, չգիտեմ, պահի ընտրության հարցը կարող է լինել, բայց ամեն ինչը այո կապված է ռիսկի հետ։ Չանելը էլ ավելի ռիսկային է եւ հաստատապես չարդարացված ռիսկ է, որովհետեւ մեզ այդ դեպքում սպասում է Բելարուսի կարգավիճակ։ Այսինքն, երբ դե յուրե կա պետություն, բայց դե ֆակտո պետություն չկա, անունը կա, ամանում չկա։ Հետևաբար այս քայլը Հայաստանի համար ուղղակի գոյաբանական ընտրության հարց է եւ ընդունված է խոսել ինքնության պահպանումից եւ այլն, ինքնության պահպանման համար պետքա պետություն։ Այսօր Ռուսաստանը մեզ առաջարկում է գործարք, պետություն էժան գազի դիմաց, պետություն մեր կողմից ձեզ վատություն չանելու դիմաց եւ այլն։ Այսինքն մենք արևմուտքի հետ համագործակցում ենք այն սկզբունքով, որ ասում ենք, եկեք համագործակցենք, ձեզ համար էլ լավ կլինի, մեզ համար էլ։ Ռուսների պարագայում դա այդպես չի, ասում են ուրեմն մեզ հետ կհամագործակցեք, թե չէ ձեզ համար կլինի այս վատ բանը, այս վատ բանը, այս վատ բանը ու ցենց ցուցակով, ինչպես Օվերչուկի հարցազրույցն է 10-ին տված, թե իրենք ինչ կանեն մեզ հետ, եթե հանկարծ կներեք, բավական է։ Շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, կարող եք արձագանքել։ Այն ռազմավարական ուղղության փոփոխությունը, որ նշում եք, արդեն Հայաստանի բնակիչների 72%-ը աջակցում է դրան, նման Եվրոպական միության անդամակցության ապագային, դրա մասին չէր հարցը, այլ ֆինանսական հաշվարկների մեր արտահանողները, որը կկրեն կամ մեր սպառողները, որոնք կունենան իրենց վրա եւ այո ամենը ռիսկերի մասը, բայց կարծում եմ նաեւ անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել, նախ պետք է ճանաչել ռիսկերը, դրա համար հարցրեցի արդյոք կա հետազոտություն եւ ինչ թվերի մասին է խոսքը։ Շնորհակալություն, պարոն Իսկանդարյան, ձեր Համամիտում ձեզ։ Вы знаете, мой вопрос, он на самом деле продолжение этого, только я бы его задал, как я понимаю, единственному экономисту здесь. Если предположить, что действительно всерьез, после выборов, до выборов, неважно, после выборов, русские будут те угрозы, которые они озвучивают, предположим, теоретически, осуществлять. То есть отказ от ремонта атомной электростанции, 40% электричества, поставки газа в 3 раза дороже, закрытие варианта железной дорогой и так далее, и так далее. Что будет и можно ли будет в этой ситуации выжить, каким-то образом восполнив эти недостатки из другого места? Спасибо. Շնորհակալություն, ես փորձեմ նաև անդրադառնամ նախորդի հնչված գաղափարին, թե ինչ ազդեցություն կունենա արտահանողների վրա նաև հնարավոր սահմանափակումները։ Բնականաբար կարճ ժամկետում
տնտեսության համար լրջագույն խնդիրներ կառաջանան։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ կամ միջնաժամկետ հորիզոնում, ես նկատի ունեմ 3-ից 5 եւ 5 տարի ավել, հա, հորիզոնում, կարծում եմ այդ հատվածում հնարավոր որոշակի կայունացում հասնել։ Հիմա եթե կոնկրետ ձեզ նշած ամեն մի էլեմենտին անդրադառնանք, եկեք սկսենք գազից։ Գազի դեպքում մենք ըստ էության ունենք որոշակի այլընտրանք դեմս Հայաստան-Իրան գազամուղի, սակայն դեռևս դրա վերազինման անհրաժեշտություն կա եւ այս ուղղությամբ, քանի որ քայլեր չեն ձեռնարկվում, ես համարում եմ անթույլատրելի պետք է այսօրից սկսել դրա վերազինումը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ գազ մղել դեպի Հայաստան։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, դարձյալ այդ ռիսկը կա, բայց մենք ունենք նաև արևմտյան որոշակի փորձ, որոնք իրականացրել են Ուկրաինայում, այլ երկրներում, երբ որ արևմտյան ընկերությունների ներգրավմամբ հնարավոր է եղել ատոմակայանի աշխատանքի անխափանությունը ապահովել։ Բացի այդ, ես կարծում եմ Ուկրաինայում էլ բավականին լուրջ կարողություններ ձևավորվել եւ հնարավոր է որոշակի փորձի փոխանակման շրջանակում նաև ուկրաինացի մասնագետները մեզ աջակցեն։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, այդ թվում նաև ճանապարհների երկաթուղու հետ կապված, ես կարծում եմ այս բոլոր քննարկման առաջնային նպատակը երկաթուղու կոնցեսիայի դադարեցման թույլ չտալն է։ Առաջնային նպատակը դա է։ Դուք նշեցիք, ես ձեզ հետ համաձայն եմ, որ ոչ մեկ չի մտածում, որ Հայաստանը առաջիկա գոնե 5 տարում կդառնա Եվրամիության անդամ։ Ես համաձայն եմ, որ Հայաստանը այդ շանսերը չունի Եվրամիության անդամ դառնալու 5 տարվա ընթացքում։ Հետևաբար, այստեղ փորձում են խաղաքարտեր օգտագործել հիմնական նպատակը կանխելու համար TRIP-ի ամբողջական, այսպես ասած, գործարկումը, որը առանց երասխից դեպի Մասիս Ախուրիկ երթուղու բավականին սահմանափակ ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա։ Եվ բացի այդ, մենք տեղյակ ենք, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել երկաթուղում լուրջ ներդրումներ կատարել, պայմանով, որ դա չի լինի ռուսական կոնցեսիայի տակ։ Ավելին, ես կարծում եմ, որ ընտրություններից հետո հայկական կողմը ավելի կտրուկ քայլերի կգնա եւ հնարավոր է երրորդ երկրների կոնցեսիոն կառավարիչների ներգրավումը, որովհետեւ իրավական առումով կոնցեսիայի պայմանագիրը խզելը ոչ մի, այսպես ասած, դժվարություն չի ներկայացնում, հաշվի առնելով այն իրավիճակը, թե ինչպես են կառավարել ռուսական կողմը, ինչպես է կառավարել այդ կոնցեսիայի համաձայնագիրը նախորդ 2008 թվականից մինչև 2026 թվականը։ Նկատի ունեք ինչպիսի թերացումներ Ինչպիսի թերացումներ, ներդրումային պլանների չկատարումը կամ նույնիսկ եթե ներդրումը փաստացի ցույց են տվել, բայց այնտեղ հավելագրումների մենք դեպքեր վստահաբար կգտնենք։ Եթե հիշում եք 2018-19 թվականին մերպիսի փորձ ձեռնարկվեց կոնցեսիայի համաձայնագիրը վերանայելու, սակայն ռուսական կողմի այդ արձագանքի հետևանքով հայկական կողմը հրաժարվեց։ Անկամ վիզուալ, մինչև պարոն Իսկանդարյանը կարձագանքի, անկամ վիզուալ ան նաև որ դու համեմատում ես վրացական, ադրբեջանական երկաթուղիները հայկական երկաթուղու հետ, պարոն Իսկանդարյան, տարբերությունը ինձ թվում է ակնհայտ է, ցանկանում եք արձագանքել։ Два слова только скажу. Эта перспектива, конечно же, нереальна. И не по экономическим причинам, а по политическим. Для России экономически Армения немного чего значит. Если Россия оборвет экономические и коммуникационные связи с Арменией, она потеряет последний способ каким-то образом с Арменией взаимодействовать. Его просто не останется. Потому что в сфере безопасности, в других сферах уже это не работает. Поэтому я думаю, что это маловероятно. Այո, շատ շնորհակալություն, պարոն Ֆանյան, թերևս դուք հարց ուղեք, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը։ Ես հարցս կուղեմ պարոն Սուքեսյանին։ Պարոն Սուքեսյան, վստահաբար գիտեք, որ տարբեր հարցումների ցույց են տալի, որ Հայաստանի բնակության շուրջ 40% եւ ավելը Ռուսաստանին համարում են որպես թշնամական պետություն Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո, հա, եթե 80 որպես քաղաքական սպառնալիք, որպես քաղաքական սպառնալիք Ռուսաստանին են անցալում։ Ինչ է կարծում այս իրավիճակում, հա, Ռուսաստանը փորձում է հակազդել, հնարավոր է այս իրավիճակը եւս ընկալումը ավելի խորանա։ Շնորհակալություն հարցի համար։ Իրավիճակը խորանալու որոշակի պոտենցիալ ունի, թեև եթե մեր հիմնական մեկնարկային կետը վերջին հանդիպումներ Կրեմլում, ապա կարծում եմ, որ բոլորը, ովքեր ուզում էին դրանից հակառուսական կամ պրոռուսական բաներ քաղել ստացան, հա, թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը լիուլի բովանդակություն ունի, որից կարող է դա այդ հանդիպումից կարող է օգտվել, բայց ինչ վերաբերում է վերաբերմունքներին հայաստանցիների Ռուսաստանի նկատմամբ, այստեղ մի շարք հետաքրքիր շերտեր կան։ Նախ առաջին հերթին, ինչը մենք տեսնենք նաև նախընտրական շրջանում կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականության ամենապակաս նախընտրելի
քաղաքականությունը միայն պրոռուսական քաղաքականությունն է, այսինքն ոչ թե բալանսավորված, այլ եթե քաղաքական ուժը տանում է միայն պրոռուսական գիծ, ապա սա ամենավոչ պոպուլյար արտաքին քաղաքականությունն է։ 9%, որը թեև 3%-ով աճել է նախորդ տարվանից։ Միևնույն ժամանակ, սակայն, ամենամեծ մասը կշիռը բնականաբար բալանսավորվածն է արևմուտքի պրոարևմտյան, բայց բալանսավորված, դա է ամենատարածված պահանջված գիծը։ Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը չի դադարում ընկալվել հայաստանցիների կողմից որպես կարևոր գործընկեր, ավելին որպես քաղաքական գործընկեր, այն ամենամեծ տոկոսը ունի, 43%, որից հետո գալիս է Միացյալ Նահանգները 42%։ Ուղղակի տարբերությունը այն է, որ նաև 29%-ը հայաստանցիների Ռուսաստանը համարում է սպառնալիք, որը տարբերությամբ տալիս է 14%։ Միացյալ Նահանգների դեպքում այդ սպառնալիքը շատ ավելի քիչ է։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր արդեն այսինքն տեսնում ենք քաղաքական ուժերի կողմից, որ անգամ այն ուժերը, որոնք դիրքավորվում են որպես բալանսավորված կամ պրոռուսական, չեն տանում բացառապես այս ուղղությունը, որոշ նյուանսներով բոլորն էլ շեշտում են, որ արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, պետք է շարունակվեն, իրենց հավատարմությունն են հայտնում որոշ վերապահումներով կամ դետալներ վերաբանակցելու խոստումներով, որոշները պարզապես Բելարուսը նկատի ունեն արևմուտք ասելով, աշխարհագրորեն երևի, բայց սրանք այն հանգամանքներն են, որ կարծում եմ բոլոր ուժերը հաշվի են առնում ու հաշվի առնում նաև իշխող ուժը։ Նկատի ունենալով են, որ ամեն դեպքում պրոարևմտյան պահանջարկը հասարակության շրջանում մեծ է, կարծում եմ վերջին 1 տարվա այդ արշավից սկսած ստորագրահավաքից Եվրոպական միության անդամակցության վերաբերյալ սկսած իշխող ուժը այս օրակարգը ավելի շատ է շեշտում, կարծում եմ նպատակ ունենալով ներգրավել իր կողմը այդ քաղաքական ուժերի ընտրողներին, որոնք հնարավոր է, որ այդ առաջնահերթությունը ունենալով, եվրոպական առաջնահերթությունը ունենալով, նախընտրեն իրեն ձայնը տալ այն ուժին, որը հաստատ կլինի պարլամենտում, քան կուսակցությունների խմբի, որոնք այո ունեն բացառապես այդ օրակարգը, բայց հարցականի տակ է նրանց պարլամենտ մտնելը։ Պարոն Ֆանյան, ձեր Պարոն արձագանքը։ Սուքիասյանը ստեցության այլ տեսանկյունից պատասխանեց հարցին։ Ես ակնկալում էի լսել, թե ռուսական կողմը հնարավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկի, եւ պարոն Իսկանդարյանը նշեց, որ հնարավոր, այսպես ասած, քայլերը կարող են Հայաստանին ավելի հեռացնել։ Մենք բոլորս մտածում ենք ռացիոնալության տեսանկյունից, ես ինքս եւս լինելով տնտեսագետ, բայց ռուսական կողմի ռացիոնալության վրա միշտ չի որ կարելի է հույս դնել եւ մենք նախկինում տեսել ենք իրավիճակներ, որ կարծես թե ռացիոնալությունը իր տեղը զիջում է ավելի կայսրապաշտական նկարտումներին։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, դուք դեռ հաջորդ փուլերի ընթացքում հնարավորություն կունենաք անդրադառնալու հարցի այդ նրբերանգին։ Պարոն Մեհրաբյան, հերթը ձերն է, խնդրում եմ։ Դե ես էլ երևի պարոն Իսկանդարյանին միակը որ առանց հարցի մնաց, դրա համար գալով ռացիոնալի եւ ոչ ռացիոնալի։ Մենք միշտ այն պարադիգմից ենք ելել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր է կառուցել ռացիոնալ դաշտում, բայց եթե ռացիոնալ գործեր Ռուսաստանը, ասենք Ուկրաինայի վրա չէր հարձակվի։ Որն է ձեր ռեկոմենդացիան, հա, Ռուսաստանի հետ գործերը վարելու օպտիմալ եղանակը։ Համեցեք։ Рациональное не означает ждать рационального поведения, то есть того поведения, которое тебе кажется правильным, от контрагента. Рациональное поведение означает попробовать оценить шаги, которые будет контрагент делать, в том числе те шаги, которые вы считаете иррациональным. Так же, как работает, скажем, психолог или психиатр, который не требует от нездорового человека, чтобы этот нездоровый человек мыслил так, как он. У него нет этой задачи, у него нет задачи согласиться с тем человеком, который называет себя Наполеоном, да, к примеру. У него есть задача понять, почему этот человек называет себя Наполеоном, что является этому причиной, и, используя свои профессиональные умения, сделать так, чтобы этот человек как минимум перестал себя называть Наполеоном. Да? Соответственно, задача Армении не ждать, чтобы Россия стала хорошей. Предположим, мы во всем правы, и Россия действует абсолютно иррационально. А оценить
то, каким образом Россия и любая другая страна, но Россия – это страна важная. Важная для нас, что бы мы ни говорили, как бы мы ни хотели, каким образом мы бы ни действовали в этом смысле, сделать так, чтобы вместо верхнего Ларса был бы какой-нибудь другой верхний Ларс, который идет не в Россию, а в Люксембург, невозможно. Нет такого верхнего Ларса. И чтобы газ к нам поступал не из России, а из Люксембурга, да даже из Ирана в нынешнем соотношении с реверсивной трубой и с теми возможностями, которые есть, тоже невозможно. Поэтому мой рецепт – пытаться оценивать то, каким образом может действовать вот этот вот слон в комнате. Или, я не знаю, медведь в посудной лавке. Он есть. У меня другой России для вас нет и ни для кого нет, извините. Соответственно, вот есть такая, которая есть. Эта страна, она в 50 раз больше нас по населению. Легко считать, да, вот 3,150, грубо. В 600 раз больше нас по территории. Про потенциалы всякие, от военных до экономических, людских и каких угодно, я уже молчу. Не говоря о том, что она бывшая метрополия, вот все вот это, да. Соответственно, не учитывать этого нельзя. Поэтому, если вы просите у меня рекомендацию, рекомендация следующая: пытаться понять причины, по которым Россия ведет себя таким или иным образом, вы называете это иррациональным, и пытаться с этим работать, с той Россией, которая есть, потому что другой нет. Խնդրեմ ցանկանում եք արձագանքել։ Այո, իհարկե, ուրիշ Ռուսաստան չկա, հենց այդ Ռուսաստանի մասին էր, այդ զուգահեռներն էլ պսիխիատրիայի հետ լիովին կիսում եմ։ Եվ մի բան էլ, այստեղ շատ կարևոր է հետևությունը ըստ ամենայնի, որ նշանակությունը դրա, այո, պետք է գնալով իջեցվի, որ մենք չմնանք միայն Լարսի հույսին։ Այդ կարևորությունը երկրի, որը մեզ թույլ չի տալիս առանց սարսափի աջ կամ ձախ նայել, քայլ անել։ Դրա նշանակությունը եւս իջեց։ Շատ լավ, պարոն Մեհրաբյան, այդ հարցերին Աննա քաղաքական գործիչները պետք է պատասխանեն, ինչ են արել Թավշյա հեղափոխությունից առաջ, ինչ են արել Թավշյա հեղափոխությունից հետո։ Հիմա եկեք լսենք քաղաքական գործիչներին եւ փորձենք հասկանալ ինչ մտքեր ունեն իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ եւ խնդրենք մեր հյուրերին արձագանքել այդ մտքերին, կանոնները կհիշեցնենք այս փուլի։ Իհարկե, Սարգիսը սահուն անցավ մեր երրորդ փուլին, որտեղ մենք վիդեո ռեպորտաժներ կնայենք եւ ձեզ կխնդրենք մեկնաբանել դրանք եւ խնդրեմ առաջին վիդեոնյութը։ Այդ հանդիպումը ուղղակի հետևյալի մասին էր։ Ռուսաստանը որպես գերպետություն ուղղակի ասել է, որ խնդիրներ մենք ունենք լրջագույն եւ այդ խնդիրները եթե շարունակվեն, ապա հետևանքները լինելու։ Պարոն Իսկանդարյան, խնդրում եմ արձագանքեք Հայաստանի երկրորդ նախագահի խոսքերին, նկատի ուներ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը, նկատի ուներ, որ ինչպես մենք նշեցինք, հավանաբար նկատի ուներ դա, որ ռուսական կողմը որոշեց անդրադառնալ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ըստ էության պահանջներ ներկայացրեց, ինչ կարող եք ասել։ Если говорить именно об этой фразе, то там нечего говорить. Ну, идет предвыборная кампания. Понятно, какую нишу может занять господин Кочарян, и понятно, что он должен говорить. Да? Святое дело оппозиционера противодействовать тому дискурсу, который идет от партии власти. Смею предположить, невозможно в реальности штуку, но в принципе предположить всегда хорошо. Если бы, уверяю вас, если бы господин Пашинян был бы целиком прорусский, тогда господин Кочарян был бы целиком прозападный, потому что так работает схема, по-другому невозможно. Слова политикам, политики это не Моисей, им язык дан не для того, чтобы 10 заповедей произносить, а для того, чтобы использовать слова в своей политической реальности. У нас идет предвыборная кампания. Что касается российских угроз, не угроз, это все дискурсивная реальность. То я подозреваю, смею думать, что то, о чем говорил господин Пашинян с господином Путиным, когда начались действительно переговоры, а не выход к прессе,
что это было совсем не про исторические исследования, что там было в 22 году, кто плохой, кто хороший и так далее, а было совсем про другое. Позитивно, негативно, как получилось, как не получилось, это другой разговор. Но мне кажется, что совершенно прав господин Фанядзе, что, скорее всего, этот разговор был о железной дороге, например, хотя, может быть, не только. Соответственно, мы имеем дело с дискурсом политических противников. Это не разговор об отношениях с Россией. Вообще разговор об отношениях с Россией будет после выборов. Тот разговор, который реально определять, каким образом работать с Россией, будет после выборов. То, что мы видели, это попытка повлиять каким-то образом на Армению перед выборами, отработать эту поездку для предвыборной кампании с армянской стороны. Если я не ошибаюсь, господин Пашинян был инициатором этой поездки. И на самом деле ведь сработано, на мой взгляд, блестяще. Все довольны. Вот прорусские люди, пророссийски настроенные избиратели, видят, вот Путин принял Пашиняна в такой период, несмотря на то, что у нас здесь все вот такое говорится. И он поехал, и они разговаривали, и вроде бы вот друг друга стаканами не кидали, и даже в чем-то там еще и соглашались. Антироссийский или прозападный, как угодно, избиратель видит, как честно ответил Пашинян. Почему-то в Армении при беседе дипломатических честность считается достоинством. Как он держал удар, как он искренне высказался. Все прекрасно. А чего будет, будем решать после выборов. Շատ լավ, Շնորհակալություն։ սպասենք ընտրություններին, հաջորդ Մինչ այդ նայենք տեսանյութը։ հաջորդ տեսանյութը։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Պարոն Սուքիասյան, միգուցե մենք իսկապես կառուցողական տրանսֆորմացիայի փուլում ենք եւ ոչ թե կապեր խզելու, սպառնալիքների, քարտեզագրման անհրաժեշտության եւ այլ։ Ինչ խնդիր կա, երբ որևէ անկախ պետություն սահմանում է իր շահերը եւ ասում, որ ձեր շահերին վնասող որևէ քայլ չենք անելու, բայց պիտի նախ եւ առաջ սպասարկենք մեր շահերը։ Որևէ խնդիր չկա դրա մեջ, կարծում դա հենց ռացիոնալ ակնկալիքն է ցանկացած պետությունից։ Այո, հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի մեջ, հաճախ, ավելի հաճախ քան ոչ դրանք այո կառուցողական են, բայց դրա մեջ կան նաև մի շարք կենճիրներ, որոնք այդքան էլ կառուցողական չեն ու որոնցից վերադառնալով պարոն Մերաբյանի հարցին, թե ինչ եղանակ կա Ռուսաստանի հետ առնչվելու, կարծում եմ կա մի եղանակ, որով չպետք է երևի առնչվել կամ առնչվել միայն ծայրահեղ անհրաժեշտության, ոչ թե արտարացված անհրաժեշտության պարագայում։ Այն ինչը մենք տեսնում ենք այն կենճիրների շարքից, որը հաճախ խնդիրներ է առաջացնում, դա հայտարարություններ են, այդ թվում իշխող ուժի պատգամավորների կողմից կամ իշխող ուժի հետ աֆիլիացված այլ կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի կողմից, որոնք մինչև իսկ հավաքախառն կարող են հասնել, հա, վստահ եմ լսողները։ Հանուն արդարության, բայց դա երկակի խաղ է, չէ։ Այո, իհարկե։ Եվ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց, թե ով է սկսում, նաև գիտենք, որ դիվանագետները փորձում են դրանից խուսափել կամ անընդհատ նորից սկսել, բայց ամեն անգամ այդ էջը ինչ որ մեկը նորից գրում է դրա վրա, հա։ Եվ այստեղ կարծում եմ այդ չսադրելուն, հատկապես երբ կա հակասություն, հա, առաջին դեմքով ասածի եւ արդեն նույն ուժի այլ
ներկայացուցիչների ասացիմ, այսինքն շուտ դիվանագիտական մոտեցում ընդդեմ ավելի ոչ դիվանագիտականի, բարձ ասած։ Ու ինչ եմ սա ես կարևորում չսադրելունը, որովհետև սա ես ինձնից ինչ որ նորույթ չեմ բերում, այլ ворթեգրում եմ այս մոտեցման մեջ, հենց այն մոտեցումը այնտենց սկզբունքը, որ ունի նույն իշխող ուժը, մեկ այլ սպառնալիքի պարագայում։ Երբ խոսք է գնում հարաբերությունների մասին Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, հա, մենք տեսնում ենք թե ինչ նրբազգաց եւ լուրջ հետևողականությամբ փորձ է արվում անգամ ամենա քիչ հավանական թեկուս կամ ամենաթեթև պրոբլեմատիկ բաներից իսկ խուսափել, որպիսի հանկարծ սպառնալիքի աղբյուր ներկայացող կողմից չունենալ էլ ավելի մեծ սպառնալիքներ, չսադրել, սաբոտաժի չենթարկել ինչ որ գործընթացներ, որոնք գնում են իրենց հետ, բայց միևնույն ժամանակ նույն սկզբունքը չի որդեգրվում ոչ պակաս կարող ուժեղ պոտենցիալ ունեցող եւ պատժելու կամ հակահարված տալու ներուժ ունեցող ուժի պարագայում, հա։ Հետևաբար մեկ միջոց, որը կարելի է առնվազն խուսափել այս կնճիռները չունենալու համար, այն զգուշավոր մոտեցումը, որ ունի իշխող ուժը սպառնալիքների հանդեպ, կիրառի բոլոր սպառնալիքների հանդեպ։ Շնորհակալություն, եւ մենք կարող ենք դիտել հաջորդ վիդեոնյութը։ Կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Սկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%։ Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Այսինքն այդ ԵԱՏՄ-ում դրական զարգացումները դրանք սկսել են դրանի այդ թվականից հետո եւ բացարձակապես իմ կարծիքով կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ եւ Պարոն Ֆանյան, այստեղ պարոն Պապոյանը կարծես էկոնոմիկայի նախարարը կարծես հետաքրքիր միտք է որ վագծում, ասում է, գիտեք, մենք կարող ենք Ռուսաստանի հետ աշխատել։ Ինքը չի ասում, բայց ենթադրում եմ օրինակ նաեւ օրինակ կբերեր Վրաստանի օրինակը, որ ԵԱՏՄ անդամ չէ, Ադրբեջանի օրինակը, ԵԱՏՄ անդամ չէ, փայլուն տնտեսական, խորացող տնտեսական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ եւ բնականաբար շարունակում են այդ հարաբերությունները, բայց ես ուզում եմ այս հարցը տալ ձեզ. Հայաստանի տնտեսական աճը Ռուսաստանի հետ, որովհետեւ ԵԱՏՄ ասելով գլխավորապես նկատի ունենք Ռուսաստանին, որքանով է իրոք կապված ԵԱՏՄ-ում լինել չլինելու հետ, եթե մենք տեսականորեն չլինենք ԵԱՏՄ անդամ եւ սկսենք արևմուտքի հետ, Եվրոպական միության հետ ավելի այսպես հարաբերությունները խորացնելու մի գործընթաց, արդյոք դա խնդիր իրոք կստեղծի մեր հայ-ռուսական այսպես տնտեսական հարաբերությունների համար։ Շատ լավ, ես ձեր թույլտվությամբ կուզեի մի փոքր անդրադարձ կատարել նախորդ հնչած մտքերին, հատկապես պարոն Իսկանդարյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ եւ այլաբանություն օգտագործեցիք արջը սպասքի տաղավարում, այսպես եթե թարգմանենք, ես կարծում եմ մենք պիտի մի դրույթ անպայման շեշտենք, որ Ռուսաստանը այն Ռուսաստանը չի, ինչը մենք սովոր էինք տեսնել մինչև 2022 թվականը։ Հետևաբար հնարավոր սպառնալիքները եւ նաեւ մենք այն Հայաստանը չենք, որը կարող է լինել մինչև 2020 թվականը կամ մինչև 2023 թվականը, հա։ Հետևաբար իրավիճակը այդ առումով փոխվել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին, տեսեք, օրինակ Ուզբեկստանը չի հանդիսանում ԵԱՏՄ անդամ, սակայն օգտվում է բառացիորեն նույն տարիֆային ռեժիմից, ինչ Հայաստանը։ Նախկինում 96 թվականին դրանից հետո եղել են մի շարք պայմանագրեր, որտեղ նախկին ԱՊԱ երկրները ունեցել են ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊԱ-ի շրջանակում, հա, ոչ թե երկկողմանի էլի բազմակողմ ֆորմատով կնքված եւ Ռուսաստանի հետ այդ նույն հարաբերությունները շարունակվել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանի տնտեսության ազդեցությանը Հայաստանի վրա,
տնտեսագիտության մեջ մենք ընդունված անվանել gravity model, երբ որ ձգում է, հա, այդ մեծ տնտեսությունը ձգում է փոքր տնտեսություններին, դա շատ պարզ երևում է, երբ որ մենք նայում ենք առևտրային հոսքերը 2015-ից հետո։ Օրինակ, մինչև 2015-ը մեր մոտ ավելի շատ հակված էին մշակող արդյունաբերությունը զարգացնելու, հիմա մենք ավելի շատ հակված ենք արտահանելու, օրինակ, թարմ պտուղ բանջարեղեն եւ մնացած ապրանքները եւս։ Ռուսաստանի ազդեցությունը մեր տնտեսության վրա որոշակիորեն կան տարբեր ուսումնասիրություններ, նույն պետական կառույցների գնահատմամբ 2022 թվականին արձանագրված տնտեսական աճի 5-ից 6%-ային կետը վերագրել է Ռուսաստանի հետ առնչվող գործոններին, ես նկատի ունեմ այդ վերարտահանումը եւ ոչ միայն, հա, նաեւ հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկներ ավելացել ռուսական շուկաներում։ Ես վստահ եմ ցանկացած զարգացման դեպքում մենք չենք ունենա այնպիսի մի սցենար, որ առևտուրը Ռուսաստանի հետ զգտի 0-ի, դա այդպես չի կարող լինել։ Արտադրողները իրենց վրա այդ ռիսկը կարող են վերցնել, ռուսական սպառողները որոշակի, օրինակ, եթե մաքսատուրքերի սահմանման այդ ամեն ինչը կարող են վերցնել։ Եվ ես կարծում եմ Ռուսաստանի տնտեսական ազդեցության դերը Հայաստանի վրա ինչ որ առումով նաև մենք ավելի շատ ենք մեզ վախեցնում այդ արջով, քան այդ արջը այդպեսին կա։ Բայց ընդհատեմ ձեզ այն վիճակը, որը հիմա Ռուսաստանն է, տնտեսական ըստ էության լճացման տանող ուղի արևմտյան պատժամիջոցների պատճառով երկարատև կտրվածքով արդյոք դա չի նպաստի, որ ռուսական տնտեսական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նվազի։ Դա կնպաստի միանշանակ, մենք նույնիսկ այնպիսի տրիվիալ արտադրությունների մասով որցում է, թե Ռուսաստանը լինելով հրթիռներ եւ ատոմային տեխնոլոգիաներ ունեցող երկիր պետք է նաեւ այդ պարզ տեխնոլոգիաներ ունենալ, բայց չունեն։ Մենք ավտոմեքենաների մասով ենք տեսնում Չինաստանից են ներմուծում տեխնոլոգիաները, որ կարող են արտադրեն։ Կազդի, ես նկատի ունեմ, որ իրավիճակը կփոխվի նաեւ դրանով։ Շնորհակալություն։ Եվ վերջին վիդեոնյութը Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է. Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև Պարոն Մեհրաբյան, երկաթուղու մասին խոսակցությունները, որ Հայաստանում քննարկվում է որպես մեր մրցակցային պոտենցիալը պահպանելու, զարգացնելու հնարավորություն, իսկ Ռուսաստանում եւ այդ հանդիպմանը խոսվեց դրա մասին, որ դեմ են նման քննարկումներին եւ պարոն Օվերչուկի ծավալուն հոդվածում կար նաեւ հղում նրան, որ երրորդ բարեկամ երկրները, որոնց հետ Հայաստանը բանակցում է կոնցեսիան փոխանցելու համար, իրենք էլ կասկած ունեն եւ թերահավատ են, թե արդյոք դա իրենց պետք է։ Բայց անմիջապես վերադարձից հետո Հայաստանում էր մայիսի 8-9-ին Ղազախստանի արտգործնախարարը եւ հստակ է, որ քննարկվել է նաեւ նույն երկաթուղու հարցը։ Ինչ եք կարծում, այս ուղղությամբ հնարավոր է հենց Ղազախստանի հետ ունենալ ինչ-որ դրական զարգացումներ եւ որ դրանք ազդեցություն չունենան նաեւ Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վրա։ Իհարկե ազդեցություն ունենալու են գանք վերջից, Օվերչուկը խոսելով այդ ձեր ուրեմն հիշատակած արտահայտության մեջ էլ մեկ էլ հղում է անում Թուրքմանչայի պայմանագրին, հա, որը ընդհանրապես ինչպես պարոն Իսկանդարյանն է ասում, արդեն պսիխիատրիայի ժանրից է։ Հետևաբար այո, բերելու է, մենք պատրաստ պետք է լինենք դրան, թե ինչ կբերի եւ ղազախներն էլ պետք է պատրաստ լինեն։ Ինչու ղազախները։ ԵԱՏՄ-ից շատ էիք խոսում, չէ՞, պարոն Այկ։ Խնդրեմ ԵԱՏՄ անդամ։ Չինաստան, հա, Ռոբերտ Քոչարյանը ուզում էր փայատեր նոր բերեր։ Խնդրեմ Չինաստանի հետ էլ են լավ Ռուսաստանի հետ երկկողմանի ռազմավարական գործընկերություն նույն Միացյալ Նահանգների, նույն Եվրամիության հետ, պլյուս դրան հրաշալի հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ղազախստանը եւ Ղազախստանն էլ ինքը ռազմավարական առումով շահագրգռված է, որպեսզի հայկական երկաթուղին լինի առավելագույնս արագընթաց, անցանելի եւ շահավետ, որովհետեւ դրանով անցնելու նաև իր բեռները։
մեր շահերը եւ Ղազախստանի շահերը այդ իմաստով այո սիներգիկ են եւ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ ողջունելի է որ Ղազախստանի հետ մենք կարողացել ենք հասցնել գործընկերները որ արդեն արտգործնախարարի եւ տրանսպորտի նախարարի համատեղ այցի պայմաններում մենք նման հարցեր ենք քննարկում դե իսկ պարոն Օվերչուկն էլ թող Թուրքմանչայի հիշի, չգիտեմ, կարող ենք համարել, որ մոլական հորդան հիշի, ինչ ուզում ա թողի։ Կարող ենք համարել, որ այդ այցը անմիջապես Ռուսաստանից վերադարձից հետո ընդունելը նրանց մի տեսակ պատասխան է նաև եւ Օվերչուկի հոդվածին եւ կարծում եմ սա ավելի վաղ պլանավորված այց է, ինչպես Ռուսաստանի ինչպես եւ Ռուսաստանի այցն է վաղուց պլանավորված, ուղղակի այդպես է ժամանակագրությունը դասավորվում։ Եվ շատ լավ է դասավորվում իդեպ ասեմ ձեզ։ Նաև պետք է ասենք ինչին է նախորդում, այո, սա նաև նախորդում է Եվրամիության այդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում։ Եվ կարծում եմ Հայաստանը պետք է լավագույնս օգտագործի, այո, լավագույնս այդ առիթն օգտագործի ներդրումներ մեր ենթակառուցվածքներում ներգրավելու համար, հենց եվրոպական եւ միջազգային բանկային կառույցներից ներդրումներ ներգրավի, սա միայն ավելացնելու է մեր դիմակայունությունը եւ մրցակցային դիրքերը բարելավելու է։ Հետևաբար անելիքը ուղղակի ավելի քան պարզ է։ Շնորհակալություն։ Սարգիս մենք ավարտեցինք նաև երրորդ փուլը մեր հաղորդման եւ սահուն անցում ենք կատարում դեպի չորրորդ փուլ, որտեղ հարգելի հյուրեր մենք կարդալու ենք մեր հեռուստադիտողների հարցերը, որոնք նրանք գրել են բանավեճի սոցիալական հարթակներում եւ ձեզ խնդրելու ենք պատասխանել նրանց հարցերին։ Խնդրեմ առաջին հարցը Մեր հեռուստադիտող Արինա Կարապետյանը հարցնում է, որքանով է Ռուսաստանը այսօր Հայաստանի գործընկերներին դիտարկում որպես կանխատեսելի գործընկերներ։ Պարոն Իսկանդարյան, կպատասխանեք այս հարցին։ Нет, я не думаю, что вот таким образом это видится. Россия находится действительно в довольно сложном положении. Идет война в Украине, причем война-то идет именно в Украине, на территории Украины, а конфликт он гораздо шире. Это конфликт России с Западом. Очень многие вещи, которые возникают на постсоветском пространстве, они от этого идут. В Москве видят угрозу себе на всем постсоветском пространстве, вот эта тень госпожи Нуланд, которая везде едет с печеньками и так далее. И Россия эти угрозы видит везде. Это такая ситуация осажденной, психология осажденной крепости. И в Казахстане, и в Узбекистане, и в Белоруссии даже. Ну, не говоря уже о Грузии с Азербайджаном, там вообще какой-то кошмар для русских. И Армения в этом числе. Это не разговор о том, что мы вас выгоним, или мы вас не примем, или мы с вами не будем сотрудничать, потому что вы плохие. Это разговор о том, что пытаться привести в то состояние, в которое Москве будет более или менее комфортно работать с тем руководством, которое есть во всех постсоветских государствах, ну, кроме тех, с которыми война идет, да, в частности, в Армении тоже. Շնորհակալություն։ Անցնենք հաջորդ հարցին։ Ռուսաստանը միշտ էլ մեր բարեկամ դաշնակիցն է եղել, չպետք է թուլացնել այդ հարաբերությունները, թե չէ Հայաստանն էլ կկորցնենք, ինչու ենք մենք հարաբերությունները թուլացնում։ Պարոն Մեհրաբյան, կարծես այս հարցը ձեզ համար է։ Ինչու եք դուք ուզում, որ մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացնենք։ Տեսեք, տեղի ունենում շատ օբյեկտիվ process, Ռուսաստանն ինքն է թուլանում, մեկ, եւ երկրորդը կյանքը ցույց է տալիս, որ այո, Ռուսաստանի աչքին թշնամի Երևանը շատ վտանգավոր է, բայց Ռուսաստանի բարեկամ լինելը էլ ավելի վտանգավոր է, որովհետև կորցնում ես ինքդ քեզ։ Հետևաբար գործերը ճիշտ ձևով, օպտիմալ ձևով վարելու համար, այնպես պարոն Իսկանդարյանին էլ հարցրեց, այո, պետք է զգուշավորությունը, առնվազն զգուշավորությունը դրսևորենք, մեկ, եւ երկրորդը այո, մենք աշխատենք սովորել, ապրել առանց Ռուսաստանի, որքան հնարավոր է։
Իհարկե, պարոն Ֆանյանն էլ ասում է, զրոյացնել հնարավոր չի, մեր կողքն է ի վերջո։ Չնայած փառք Աստծո մենք չունենք ընդհանուր սահման, բայց այնուամենայնիվ նենց խնդիր էլ չի դրված, բայց բացառապես հորիզոնական պետք է լինեն այդ հարաբերությունները։ Դե իսկ մնացածն էլ ճանապարհի վրա ինչը խանգարում է, այո, մենք պետք է Փաշինյանի ասածում, հա, այդ տրանսֆորմացիան, որը առանցքային բառ էր եւ քանի դեռ, այո, ոչ կոնֆլիկտային, ոչ շոկային, հասկանալով եւ հարգելով ֆանտոմային ցավերը, բայց ոչ ավել, քան հարգելով ինքներս մեզ, ասաց, որ Ռուսաստանի բնակչությունը ենթադրենք 50 անգամ է մեծ։ Դե հետո ինչ։ Բայց մենք կարող ենք, եթե իրապես խոսենք հորիզոնական հարաբերություններ մեզ թույլ տալ մի երկրի հետ, որը մեզնից տասնյակ անգամ մեծ է։ Այո, մենք որովհետեւ մեր բոլոր գործընկերների հետ վարում ենք հարաբերությունները հենց հորիզոնական հարթության վրա։ Այնպես ինչպես նույն Եվրամիությունում էլ Լյուքսեմբուրգը չի սարսափում Գերմանիայից, չէ՞։ Հա, հասկացանք, մեծ է, նա փոքր է, հարևան են եւ այլ, բայց հարաբերությունները հորիզոնական են, որովհետեւ դա է քաղաքակիրթ աշխարհի ստանդարտը։ Մեծին էլ մեծավարի են հարգում, փոքրին էլ փոքրի։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը դիտենք, կարդանք։ Եթե Հայաստանը դուրս գա հապկից, տնտեսական ինչ հետևանքներ կլինեն, Պարոն Ֆանյան։ Խնդրեմ։ Մեր ունկնդիրը հավանաբար նկատի ունի հապկը գիտենք, որ ռազմական կառույց է, բայց հավանաբար, այո, նկատի ունի, որ ընդհանրապես, եթե հապկից դուրս գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի կվատանան, հետևաբար ինչ հետևանքներ տնտեսական կունենան։ Ես օգտվելով առիթից արձագանքեմ նաև պարոն Մերաբյանի նախորդի հնչած մտքերին։ Ես ուզում եմ հատկապես շեշտեմ, ինչու Ղազախստանը եւ ոչ թե այլ երկիր, հա, հնարավոր կոնցեսիոն պայմանագրի փոխարինողի դերում։ Սովորաբար նման պայմանագրերում երթուղու կառավարողը կամ պետքա լինի ներմուծող կողմը կամ արտահանող։ Իսկ միջին արևելքի առևտրային հոսքերի միջին միջանցքի առևտրային հոսքերի զգալի մասը իրենից ներկայացնելու են ղազախական եւ գյուղատնտեսական ապրանքներ, ես նկատի ունեմ հացահատիկը եւ նաեւ հանգամանքային արտադրանքը։ Այս իրավիճակում բնականաբար, երբ որ ինքը նաեւ իրականացնի երասխից միջև ախուրիկ հատվածի կոնցեսիոն կառավարում, ինքը նաեւ շահագրգռված կլինի, որպեսզի իր բեռները այդ հատվածով գնան եւ ոչ թե դիլիչիով դեպի Կարս եւ հակառակ ուղղությունով։ Հիմա անդրադառնալով կոնկրետ ԵԱՏՄ-ին հնարավոր չանդամակցության, հա, կամ անդամակցության սառեցման հետևանքով տնտեսական մենք ինչ կունենանք, ինքնին որպես ԵԱՏՄ-ի մեր անդամակցության դադարելը ես չեմ կարծում էական ազդեցություն ունենա, եթե Ռուսաստանը պրոակտիվ այլ հարկադրող միջոցներ չձեռնարկի։ Ես կասեմ օրինակ ոչ սակագնային միջոցներ ձեռնարկի առանձին ապրանքների ներմուծումը Ռուսաստան արգելելու միջոցով, գազի դեպքում սակագինը բարձրացնելու միջոցով եւ այլն։ Հայաստանը, ես նշեցի նախորդի, որ ԱՊՀ շրջանակում կնքած համաձայնագրերով միջև ԵԱՏՄ-ի, այսպես ասած, ինստիտուցիոնալացումը ուներ նմանատիպ գրեթե նմանատիպ պայմաններ ազատ առևտրի, ինչ ԵԱՏՄ շրջանակում է։ Այլ բանա, որ ոչ սակագնային առումով մենք ունենք այս պահին որոշակի առավելություններ, ինչ չունի օրինակ պայմանական Վրաստանը կամ այլ երկրներ։ Շնորհակալություն։ Եվ մեր վերջին հարցը մեր հեռուստադիտող Գայանե Բաղդասարյանը հարցնում է. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում իր շահերը, որոնք հակասում են Հայաստանի շահերին, սպասարկող հսկայական գործիքակազմ ունի, տնտեսականից մինչև գաղափարաքարոզչական։ Ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի բացահայտվեն Հայաստանի դեմ գործող շղթայի օղակները, վնասազերծվեն, թուլացվեն կամ շարքից հանվեն։ Հասկանալի է, որ այդ գործընթացը ժամանակատար պիտի լինի, ինձ հետաքրքիր է, կա հետևողական համակարգված աշխատանք այդ ուղղությամբ։ Պարոն Սուքիասյան, այս հարցի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչներն էլ պարբերաբար անում են հայտարարություններ, բայց իսկապես կարծես թե դրան հետևող ինչ-որ քայլեր չենք տեսնում։ Դուք տեղյակ եք ինչ-որ հետևողական աշխատանքներից։ Կարևոր հարց է բարձրացնում Տիկին Բաղդասարյանը, բայց ես չեմ ինստանցիան պետական, որ զբաղվում է դրանով, հետևաբար չեմ կարող ամբողջությամբ պատասխանել։ Քանի որ չունենք ներկայացուցիչ իշխանությունից, պիտի խնդրենք դուք պատասխանեք։ Մենք կարծում եմ, որ անվտանգության ծառայությունները ինչ-որ չափով դրանով զբաղվում են։ Մենք նամանավանդ ինչքան շատ է խոսում հիբրիդային տարատեսակ սպառնալիքների մասին, կարծում եմ այս հարցերի շուրջ
ուշադրությունն էլ ավելի պետք է բարձրանա եւ ջանքերը ինտենսիվանան։ Գուցե խնդրեմ կենտրոնանանք հարցի առաջին հատվածին։ Դուք համաձայն եք այդ գնահատականի հետ, իսկապես այդքան հսկայական գործիքակազմ կա, գաղափարաքարոզ չկան նաեւ։ Սահմանափակ չեմ կարծում այնքան շատ ինչքան կարծում ենք, որովհետև նաև եթե ազատության տարբեր միջոցների մասին ենք խոսում, այդ թվում փափուկ ուժի կիրառման, կարծում եմ, որ Ռուսաստանը այս հարցում Հայաստանում այդքան էլ արդյունավետ չի գործում, բավականին մեղմ ասած, որովհետև տեսնում ենք իրենց հանրային հաղորդակցության մեջ եւ երբ վերադառնալով Պարոֆանյանի այն առաջին հարցին, որին ես ամբողջությամբ չպատասխանեցի, դրական օրակարգերը իրենց տրանսլացիաների մեջ բացակայում են շատ հաճախ, այն մոտեցումը, որը կա արդեն ոչ այս կողմ, ոչ այն կողմ եղած քաղաքացիներին էլ ավելի այն կողմ է մղում, ավելի հաճախ քան քաշում դեպի պրոռուսական կամ ռուսականի դիրքորոշումը գոնե հասկացող ըմբռնումով մոտեցող քաղաքացիների դաշտ, տեսնում ենք, որ կան այս գործողություններում նմանակումներ կամ փորձի փոխանակում են գործիքակազմի փափուկ ուժի հատկապես ինչ արևմուտքն է անում, բայց դա օգտագործում է գերազանցապես ձևականորեն, այն բովանդակությունը, որը անհրաժեշտ է դրա համար չի գործում։ Պարոն Իսկանդարյանը տարբեր առիթներով խոսել նաև սրա մասին, որ կա մշակութային փոփոխություն, նոր սերունդ, անգամ լեզվական անջրպետ շատ հաճախ եւ այն գործիքները, որոնք օգտագործվել են, այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել, բայց ինչը կուզենամ ավարտել սրանով, մենք շատ հաճախ լսում ենք քաղաքական հայտարարություններ, անգամ ուղիղ քրեական օրենսգրքին վերագրվող մեղադրանքներ քաղաքական մակարդակում, հա, բայց այդքան էլ առանձնապես չենք տեսնում իրավական գործընթացներ հանցակազմերով բացահայտված, որը թափանցիկ ժողովրդավարական բանավեճին Հայաստանում կնպաստեր։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Շնորհակալություն, ես վստահ եմ մեր հեռուստադիտողները գոհ կլինեն մեր հյուրերի պատասխաններից, իսկ մենք անցնում ենք մեր հաղորդման վերջին փուլին։ Այո, թույլ տանք հյուրերին ամփոփել հայ-ռուսական հարաբերությունները, կուտակված դիտարկումները, պարոն Մեհրաբյան, դուք ասում եք եկեք փակենք հայ-ռուսական հարաբերությունների գլուխը, անցնենք առաջ, դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրեմ։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի կայսերական այս գլխի վերջին էջի փակմանը։ Այո, որովհետև մեր պետականությունը թևակողել է զարգացման իր նոր փուլ, որտեղ Ռուսաստանն այս ձևով, այս գործիքակազմով, այս պարադիգմում այլևս անելիք չունի եւ չպետք է ունենա, որովհետեւ դա է պահանջում մեր ազգային շահերը։ Այո, ռիսկ է, ինչպես ասացինք, առանց ռիսկ չի լինում։ Դե սրա հետ կապված, այո, կան անելիքներ տնտեսական առումով, մշակութային առումով, դուք Նարեկին հարցնում եք դրա մասին։ Այո, պետք է նաեւ այդ դեսովետիզացիան ավարտվի, ինչը չկա դեռ մինչև հիմա 11-րդ կարմիր բանակի հուշարձանն է մնացել առանց հավերժ կրակի։ Լյուստրացիայի մասին ինչ կարող եք ասել։ Լյուստրացիա, բնականաբար, այո։ Իշխանությունները չեն ուզում անել։ Դե եզակի լյուստրացիա արեցին մի անձի հետ կապված, կարծեք մեր երկրում վերջին ագենտն է։ Մեր արևմտամետ ուժերն էլ չեն քննադատում իշխանություններին, որ լյուստրացիա չեն անում։ Մենք քննադատում ենք եւ պահանջում ենք եւ ավելին մեր նախընտրական ծրագիրն է դա պարունակում, որ մենք դա ենք անելու։ Իհարկե։ Եվ այո, Հայաստանը ինքնուրույնություն ձեռք բերելու համար պետք է ունենա ոչ միայն սուվերեն ծագումնաբանությամբ իշխանություն, այլև ընդդիմություն, այլ ոչ թե այն ինչ հիմա մենք ունենք, որի համար նույնիսկ Պուտինը բարձրաձայն բարեխոսում է, որ հանգարտ մեր տղերքն են ձեռք չտակ։ Իրանք էլ չեն թաքցնում, որ դա այդպես է, եւ չեն կարմրում դրա համար։ Դրա համար ես եմ կարմրում։ Այդ անելիքները, այո, ընտրություններից հետո ես համաձայն եմ պարոն Իսկանդարյանի հետ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա այդ մոդուս վիվենդին որոշվելու է պայմանական հունիսի 8-ից նոր սկսած, բայց այս ամենը, այո, Հայաստանի հստակ անելիքներն են։ Մենք երբ խոսում ենք եվրոինտեգրման մասին, առանց այս բաների անլուրջ է խոսալ դրա մասին։ Ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում, այո, պետք է լիկվիդացվի ամբողջությամբ, որովհետև անելիք չունի այլևս։
Խոսքը վերաբերում է ռուսական կորպորացիաների մասին, այո, ոչ կոնֆլիկտային, ոչ շոկային տրամաբանության մեջ այդ ընկերությունները պետք է փոխարինվեն ավելի խելքը գլխին, ժամանակակից, քաղաքակիրթ, միջազգային ստանդարտներով աշխատող գործընկերներով եւ Հայաստանը միայն այդ ձևով է, որ կարող է ընթանալ առաջ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Ֆանյան, դուք 3 րոպե ունեք ամփոփելու համար։ Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ նույն հանդիպման ժամանակ Պուտինը նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից հարաբերությունները շարունակվելու են։ Ասեմ ավելին, այն հռետորաբանությունը, որը կա հատկապես տնտեսական շեշտադրումներով միջև ընտրությունը, ես վստահ եմ, ընտրություններից հետո ավելի կառուցողական մթնոլորտում այդ քննարկումները տեղի ունենալու։ Ես կարծում եմ, մի քանի հանգամանք կա, որ այդ ռիսկերով հանդերձ, տնտեսական վտանգներով հանդերձ Հայաստանը պետք է գնա, դա նախ եւ առաջ մեր համար առանցքային նշանակություն ունի երկաթուղու, այդ կտորի, կոնցեսիոն պայմանագրի, ճակատագրի լուծման հարցը, հա, եւ կարծում եմ ղազախական կողմի ընտրությունը շատ կոնսենսուսային տարբերակ կլինի եւ ամերիկյան կողմի համար, որովհետեւ նույն այդ առանցքի վրա զգալի մասը պատկանում է հենց ղազախական կողմին եւ երկրորդը դա ընդունելի խաղացող կարող լինի նաեւ Ռուսաստանի համար։ Ըստ էության մեր իշխանությունների մոտեցումը այդ առումով կոնսենսուսային է լինում եւ փորձում են բալանսավորել շահերը միաժամանակ ապահովելով սահուն ընթացքը այդ ամբողջ բեռների։ Հնարավոր տնտեսական բարդացումների հետ կապված մենք նաև պետք է հասկանանք, որ ռուսական կորպորացիաները այսօր նույն ՌԺԴ-ն աշխատում է բավականին լուրջ վնասներով, պետական սուբսիդիաներով, այդ պետական սուբսիդիաները նաև կրճատվում են, որովհետև պետական բյուջեն Ռուսաստանի ուղղում է ռազմական կարիքների համար եւ այստեղ երկաթուղու սուբսիդավորումը երկրորդային նշանակություն ունի։ Իհարկե ես չեմ հավատում, թե եթե Ռուսաստանը ուզեր $50 միլիոն չէր ճարի, որ ախուրիկի հատվածում կամ երասկի հատվածում այդ վերանորոգումները աներ եւ իրականացնել, սա ավելի շատ փորձում են Ռուսաստանի երթին փորձում է թանկացնել այս հարցի արժեքը, բայց նաեւ վտանգ կա, որ էլի դիմելով շատ ձգելով, հա, այդ հարաբերությունները կամ այդ շատ մեծ լարում առաջացնելով հակազդեցություն կարող է առաջանալ։ Ընդհանուր առմամբ եւ ես հայ-ռուսական տնտեսական կապերի առումով ակնկալում եմ, որ կունենանք օրգանական, հա, ընթացք, չլինի կտրուկ տատանումներ, առանձին էպիզոդները բացառելով, իսկ անցումը դեպի եվրոպական ուղղությամբ դա մեզնից պահանջում է շատ մեծ ջանքեր եւ տնտեսության կողմից եւ պետության կողմից, ցավոք սրտի մենք ոչ պետության կողմում եւ ոչ էլ բիզնեսի կողմում այդ ջանքերը չենք տեսնում եւ այս առումով կարծում եմ մենք փորձագիտական համայնքը պետք է ավելի պահանջող լինի եւ բյուջետային քննարկումների ժամանակ, որը մենք ունենալու ենք, պահանջեն, որ դիվերսիֆիկացիային ուղղվող միջոցները ավելի մեծացվեն եւ քայլերը ավելի առարկայական դառնան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Իսկանդարյան, եթե դեմ չեք, ես կուզենամ դուք ձեր ամփոփիչ խոսքում խոսեք այն ակնկալիքներից, այն սցենարներից, որոնք մեզ սպասում են հայ-ռուսական հարաբերություններում ընտրություններից, հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Ինչ եք դուք սպասում հունիսի 7-ից հետո մենք ինչ կարող ենք ունենալ։ Во-первых, я скажу предисловие, может быть, длинное, постараюсь успеть. Спасибо вам огромное вот тому человеку, который выбирал эти видео для того, чтобы мы их обсуждали. Это было гениально просто, когда два представителя элит, я имею в виду Пашиняна и Папуяна, с разницей в несколько секунд говорили кардинально противоположные вещи. Путин и Аверчук нервно курят где-то в сторонке. Мне не кажется, что господин Папуян и Пашинян, господа Папуян и Пашинян, они делали это совершенно независимо друг от друга. И что мне этот дискурс показывает? Папуян говорят, если что, мы обидимся и плевать мы хотели на ваше Евразийский экономический союз и без вас проживем. Пашинян говорит, мы будем продолжать развивать отношения, мы будем продолжать пытаться работать, как мы работаем, а до того времени, когда мы вступим в Евросоюз, либо шах умрет, либо Ишак умрет, и поэтому на этом надо основываться и идти вперед. Это очень показательная вещь.
Соответственно, до выборов будет... Նույն տարբերությունը մենք նաև Պուտինի եւ Օվերչուկի Она ասածների մեջ չենք несколько տեսնում։ меньше, эта разница. Они не противоречат друг другу настолько резко, но по времени опубликования вот этого огромного интервью Оверчука, понятно, это называется у русских, по крайней мере, журналистов консерва. То есть, когда заготавливаются несколько интервью, они лежат, и в нужный момент нажимается кнопка, и соответствующее выпускается в эфир. Если бы по-другому было, то, может быть, Оверчука не было бы интервью, или было бы какое-нибудь другое интервью, или не Оверчука, и так далее. О чем я говорю? О том, что все это предвыборное. И коньяк, кстати, предвыборный, и все вот эти разговоры. И вот это все это будет до выборов. Что будет после выборов? Будет продолжаться нормальная политика. А что, собственно говоря? А какая проблема? Мы что-то хотели от русских и не получали. Мы это элиты, это не я с вами. Мы хотели римский статут, вроде римский статут есть, никто не умер. Сменить пограничников на иранской границе сменили никто, этих самых на пункте, никто не погиб. На турецкой то же самое, хотя граница еще не открыта, на пропускном пункте. В Звардноце то же самое. Азербайджанская граница, на которой были русские пограничники, тоже ушли, никто не погиб. Единственная нетронутая граница – это грузинская, на которой русских пограничников и не было. Соответственно, будет продолжаться процесс. И с железной дорогой вполне возможно, что придем к тому результату, которого хотим. Вполне возможно. Вполне возможно, что договоримся с русскими, потому что русские всеми силами пытаются сказать, а давайте мы как-нибудь в каком-нибудь виде останемся и так далее. Будет продолжаться нормальная политика. А что, собственно говоря, случилось? Выборы в стране. Да, выборы, это прекрасно понимает и Пашинян, и Путин, я думаю, тоже. Շնորհակալություն պարոն Իսկանդարյան։ Պարոն Սուքիասյան, ձեր հերթն է ամփոփելու։ Ես կխնդրեմ իմ տպավորությամբ մի հարց մնաց, որին չանդրադարձանք, դրան անդրադառնանք, եթե դեմ չլինեք։ Իսկ ընդհանրապես նորմալ է, որ մեկ այլ թեկուզ շատ մեծ տարբեր չափանիշներով մի քանի տասնյակ անգամ մեծ պետությունը ամեն դեպքում հանրայնորեն բաց ասում է, թե ներքաղաքական կյանքում ինչպիսի զարգացումների կողմնակից է եւ այս կամ այն պայմաններն է դնում ներքաղաքական նախընտրական թեկուզ տարվա համար։ Որևէ ուղիղ ներազդեցություն արտաքին նորմալ չէ, եթե պես նաև այդտեղ կան վերապրում, դա ձեր ներքին գործն է, բայց լավ կլիներ որ, հա, ազդեցությունները բացառելը արտաքին անհնար է, որովհետև ամեն ինչ արեցիք սպառնալիքների հետ կապված Թուրքիայի հետ հարաբերություններ։ Օրինակ նորմալ կլինի, որ Թուրքիայի նախագահն էլ ասի, լավ կլինի, որ այնտեղ ուժեր, որոնք թուրքական են։ Արդեն մենք լսել ենք, իհարկե տարբեր ձևակերպումներ են եղել, բայց ինտերպրետացիաները, թե դրանք ինչպես են բերվել Հայաստանի ներքին քաղաքական բանավեճեր, թե Թուրքիայի գործադիր ղեկավարության կողմից, թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ընթացքում Հայաստան, դրանք շահարկվում են, դրանցից ցավոք սրտի խուսափելը հնարավոր չէ, բայց փորձելով կապել ձեր հարցի հետ ու նաև այն հավասար հարաբերությունների մասին խոսակցությունը կամ մեծ ու փոքրի հարաբերությունների մասին խոսակցությունը, այս անհնար է միջազգային հարաբերություններում առանց ռեսուրսների հաշվի առնելու վարել հարաբերություններ։ Դա անում են թե ավտորիտար միջավայրերում, թե ժողովրդավար միջավայրերում։ Օրինակ Եվրոպական միությունում, օրինակ Եվրոպական միության խորհրդի որոշումներում կա որակական մեծամասնության կամ կրկնակի մեծամասնության սկզբունքը, որտեղ անհրաժեշտ է որոշումների ընդունումների համար պետությունների 55%-ի կողմ քվեարկելը եւ որոնք էլ նաեւ պետք է ունենան 65% բնակչությունը ներկայացնեն։ Ինչի է սա ներառված, որպեսզի փոքր պետությունները, որոնք առնվազն 4-ը պետք է լինեն, հա, որպեսզի վետո անեն, որպեսզի 1-2 փոքր պետություն ամեն ինչ չձախողի։ Ինչի համար, որովհետեւ սա պաշտպանելու է, դրված է պաշտպանելու մեծ պետությունների, մեծ բնակչություն ունեցող, հա, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն, դրան չէ։ Ավելին, երբ խոսքը գնում է արտաքին հարաբերությունների որոշ հարցերի մասին, այնտեղ ընդհանրապես կոնսենսուսային, հա, կամ էլ ավելի մեջ չեմեր են դրած 72% պետություններ եւ 65% բնակչություն, որ էլ ավելի դժվար լինի փոքրերին այս անջրպետը
Մյուս թեման, որը կուզենայի, ինձ թվում է սա կարևոր է ամփոփում մեջ ասել, թե մեր խոսակցությունները, թե ընդհանրապես քաղաքական բանավեճերը Հայաստանում գնում են Արևմուտք թե Եվրոմիություն կամ Արևմուտք եւ Ռուսաստան երկընտրանքի, որը կարծես մի բանտ է, հա, որ պարտադիր մի դուռը պետք է բացես։ Ոչ մեկ չի խանգարում ինչ-որ չափով բոլոր դռներն էլ բաց պահել, բնականաբար երկուսն էլ ամբողջությամբ բաց հնարավոր չէ, բայց նաև աշխարհը շատ ավելի բազմազան է եւ պակաս ռիսկային ուղղություններ եւս կան, հա։ Մենք տեսնում ենք, որ այն ինչը անհավանական կարող է թվալ տարիներ առել, Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կարծես թե որևէ մեկի մոտ էգզիստենցիալ հարցեր չի առաջացնում եւ հաշվի առնելով, որ նաեւ միջազգային հարաբերությունները այսօր այն տիպի մեծ փոփոխության մեջ են եւ աշխարհակարգային տիպի մեծ փոփոխության մեջ է, կարծում եմ նման ռադիկալ կերպով հարցերը դնելը սխալ է։ Պետք է սահմանել երկարաժամկետ մինիմալ նպատակներ, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, տարածքային ամբողջականություն եւ ինչը հնարավոր է անել կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում, որպիսի ինչպես սկզբում ասացի, գործարքային փոխշահավետ նպատակներ ունենալ եւ բավարարել, ապա պետք է գնալ այս ուղղությամբ եւ չփորձել ռադիկալիզացնել որևէ բան եւ ուժերը չխոստանան, եթե մենք հաղթենք կլինի ռազմական պատերազմ, եթե նրանք հաղթեն կլինի տնտեսական պատերազմ, որևէ տիպի պատերազմական եւ անվտանգայնացված խոսակցությունները մեր ժողովրդավարության համար լավ չեն։ Շնորհակալություն եւ մենք ավարտում ենք նաեւ մեր խոսքային պատերազմը։ Այո, Աննա, գիտեք, ինձ մոտ այսօրվա քննարկումից այն տպավորությունն էր, որ մենք ավելի շատ քննարկեցինք ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները, այլ Հայաստանում առկա վախերը։ Իսկապես։ Այո։ Դրանց, ինչպես են ասում, վախը չափել, հա, դրանց պարոն Իսկանդարյանը մասամբ անդրադարձավ այդ հարցին, պարոն Մեհրաբյանը անդրադարձավ այդ հարցին։ Սա շատ հետաքրքիր է եւ հիշեցնենք մեր ունկնդիրներին, որ բուն բանավեճը իրենք կարող են դիտել ամեն շաբաթ օրը երեկոյան, Աննա, ժամն էլ խնդրում եմ հիշեցրեք ժամը 8-ին Բուն TV-ի եթերում։ Մինչ հանդիպում։ Հաջողություն։